դա նշանակում է, որ Անդրանիկ Քոչարյանի իմացած դավաճանները այս պայն էլ իշխանության են։ Այո։ Որովհետև եթե դրանք լինեին մարդիկ, որոնք դեմ են դուրս եկել Փաշինյանին կամ ընդդիմության շարքերում, դրանք կբացահայտվեին, կասեն, ահա քրեական գործ էր, բա որ ասում էինք, այս մարդիկ դավաճան, այսինքն հենց այդ նույն տրամաբանությամբ ուկրաինական, իրենք ասում են, դե եկեք ամենը մոռանանք, բայց դրանից առաջ մոռացել են, որ հայտարարել են, որ կան եղել են դավաճանություններ, այսինքն այդ դավաճանները այսօր իշխանության են։ Բարիս, ուրեմն ուկրաինական դեպքը տարբերվում է հայկական դեպքից, որովհետև եթե ամնիստիայի հարցը դնեն, եթե չդնեն կարող է դժվարանա խաղաղություն կնքելը, ուրեմն ամնիստիան ենթադրում են, որ կլինի, հա, հանուն խաղաղության այդ ամնիստիան կլինի, բայց Հայաստանում ոչ ոք ամնիստիա չի հայտարարել 20 թվականի պատերազմի դեպքերի, եւ եթե հանձնաժողովի նախագահը քննիչ ասում է դավաճանություններ են եղել բազմաթիվ, եւ այդ մարդիկ շարունակում են կամ չեն պատժվում, այսինքն գործող իշխանությունը կամ մասնակից է այդ դավաճանության դեպքերին եւ իրենց է դուրս գալու կամ իրենք պարտակում են ինչ-ինչ պատճառներով։ Հիմա հարցը մի բան ակնհայտ է, դավաճանություն շարունակում է այդ մարդիկ կան։ Այո, հիմա հարց առաջանում, իսկ ընդդիմությունը այս հայտարարության վրա ինչի քայլեր չի իրականացնում։